Հայ ազգային կոնգրես, ընտրիր փոփոխությունը։ Քարոզարշավի ընթացքում մեր ասելիքը մեր ընտրողներին կհասցնենք, մենք չենք կարծում, որ մեր ընտրողները մեզ նոր են ճանաչելու, մենք ավելի շատ գործ ենք անելու, քան այդ մասին հայտարարելու ենք։ Շտաբը ինքը մշտապես բավականին ժամանակ է աշխատում է, մեր ավականու անդամները շատ ակտիվ են, ովքեր հանդիպումներ բնականաբար ունենում են տարբեր մարդկանց հետ, տարբեր խավերի հետ եւ այդ աշխատանքի արդյունքում մենք բավականին լուրջ ակնկալիքներ ունենք։ Հաջողություն ունենալու դեպքում մենք գնալու ենք իշխանափոխության։ Մեր ունեցած հնարավորությունները լիարժեք օգտագործելու դեպքում իշխանափոխությունը միանշանակ հնարավոր է։ Հայ ազգային կոնգրեսը միշտ էլ ունեցել է միայն մի թիրախ, դա հանրապետական կուսակցությունն է։ Մենք պատրաստ ենք մեր ժողովրդի հետ միասին պայքարել հանրապետական կուսակցությանը իշխանությունից հեռացնելու համար եւ այդ իշխանափոխությունը մենք կատարելու համար գնալու ենք մինչեւ վերջ։ Գնալու ենք բաց թափանցիկ աշխատելու, լսելու ենք ժողովրդի բարձրացրած հարցերը, լուծումները տալու ժամանակ հաշվի ենք առնելու նաեւ ըստ բնագավառների դիտակ քաջատեղյակ մարդկանց խորհուրդները։ Մեր թիմը մարտական է տրամադրված եւ ակտիվ աշխատանք է տանելու եւ տանում է եւ մենք համոզված ենք, որ մենք ապահովելու ենք այն ակնկալիքներին, որ մենք ունենք։ Հայ ազգային կոնգրես, ընտրիր փոփոխությունը։ Սիրելի վանաձորցիներ, կրկին կանգնած ենք բախտորոշ ընտրությունների առջև։ Հայաստանը սպառվում է, Հայաստանը արտագաղթում է, վերջին տարիների ընթացքում 3 վանաձոր է արտագաղթել։ Եվ այս ընթացքը պետք է կանգնեցնել։ Առաջիկայում ընտրություններ է, եւ առաջին անգամ վանաձորի ընտրությունները պետք է անցկացվեն կուսակցական սկզբունքով։ Մենք պետք է ընտրենք ոչ թե անձ, ոչ թե ծրագիր, այլ քաղաքական ուժի ներկայացրած ցուցակ, ծրագիր, եւ դա համալիր պետք է լինի։ Այս առումով շատ կարեւոր է, որ քաղաքացիները ընտրեն ոչ թե իրենց քեռու տղային, ոչ թե հարևանին, ոչ թե գեղեցիկ խոսացողին, այլ քաղաքական թիմին իր ծրագրով եւ իր պատասխանատվությամբ։ Ելնելով սրանից, իշխանությունները նոր հնարքներ են կիրառում։ Հրապարակ են իջեցրել կեղծ ընդդիմադիրների, որոնց ֆինանսավորում են, որոնց աջակցում են, որոնք գեղեցիկ ծրագրերով են հանդես գալիս եւ հայհոյում են եւ իշխանություններին եւ ընդդիմությանը, որի արդյունքում քաղաքացին մոլորվում է եւ ձայները բաժանվելու են, ջլատվելու են բոլոր ընդդիմադիր ձայները այս կեղծ քաղաքական ուժերի միջև։ Եվ խիստ կարևոր է, որ քաղաքացիները, վանաձորցիները ջոկեն թացը չորից իրական ընդդիմությունը, պայքարող ընդդիմությունը, կեղծ սարքած ֆինանսավորվող ընդդիմությունից։ Սա մեզ համար դժվար, բայց լուծելի խնդիր է։ Իրական ընդդիմությունը նա է, ով հայտ է ներկայացնում իշխանափոխության, ով ունի այդ փորձը, ով ունի այդ համառությունն ու կամքը եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որտեղ որոշվելու է մեր երկրի ճակատագիրը, թող գնան այն քաղաքական ուժերը, որոնք իշխանափոխություն են իրականացնելու։ Ուրեմն դիմում եմ ձեզ քվեարկել այն քաղաքական ուժերին, որոնց միակ նպատակը իշխանափոխությունն է։ Գնանք այս ընտրություններին իմանալով հանդերձ, որ գարնանը պետք է շարունակենք այդ հաղթարշավը եւ Հայաստանին բերենք իշխանափոխություն եւ ընդհանրապես փոփոխություններ։ Հայ ազգային կոնգրես, ընտրիր փոփոխությունը։